9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձր վարձատրություն։ Սա մեր ուսուցիչների շուրջ 31%-ն է։ Կրթության նախարարը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին է ներկայացրել այս ցուցանիշներն ու հավելել. այժմ յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ ատեստավորված է։ Սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է և շարունակում է զարգանալ։ Նախարարը նաև նշել է, որ համակարգում նոր ուսուցիչների պակաս չկա։ 2024-ին և 25-ի առաջին կիսամյակում դպրոցներ են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ, որոնք նախկինում երբեք չեն դասավանդել։ Ի դեպ, այս ուսուցիչների շուրջ 80%-ը մինչև 45 տարեկաններն են, ինչը ըստ Ժաննա Անդրեասյանի նշանակում է, որ կառավարության այն քաղաքականությունը, որը միտված է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը, ունի կոնկրետ արձագանք։ Ըստ ոլորտի փորձագետի, գիտական հետազոտությունները փաստում են, որ սկսնակ ուսուցիչները դեռ մի քանի տարի ադապտացիայի փուլում են լինում։ Ուստի մեծ սպասելիքներ նրանցից ունենալ ցավոք սրտի չենք կարող։ Չի լինում երբեք, որ մարդը մտնի դպրոց որպես ուսուցիչ եւ հաջորդ օրվանից բարձր արդյունավետությամբ կարողանա աշխատել։ Եվ շատ երկրներում օրինակ այդ ուսուցիչների համար մենթորներ են ունենում, ավելի փորձառու ուսուցիչները, որոնք իրենց փորձը, գիտելիքները, կարողությունները կարողանում են ժամանակի ընթացքում փոխանցել նոր ուսուցիչներին։ Ցավոք սրտի Հայաստանում այդ մենթորական ինստիտուտը ընդհանրապես չի գործում կամ ֆորմալ ձևով չի գործում։ Կրթական ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաև կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին։ Նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագիրը իր հանգրվանին կհասնի, քանի որ արդեն իսկ ունենք ավելի քան 100 դպրոցներ ու 280 մանկապարտեզներ, նախակրթարաններ, որոնք ավարտված են։ Դեկտեմբերի 10-ին ես ինքս գրավոր հարցում եմ ուղարկել կրթության նախարարություն եւ խնդրել տրամադրել այն դպրոցների ցանկը, որոնք այդ 300 դպրոց ծրագրով պիտի արդեն կառուցված լինեին, որովհետեւ ծրագիրը կոչվում է մինչև 2026 թվականը կառուցվող եւ հիմնանորոգվող դպրոցներ։ Ուրեմն գրավոր պատասխանում գրված է ընդամենը 60 դպրոցի անուն, որոնցից մոտ 40 թե 42-ը կառուցված եւ մնացածը հիմնանորոգված դպրոցներ էին։ Դա խոսում է, որ ծրագիրը տոտալ տապալվել է եւ կատարվել է ընդամենը 20%-ով։ Փորձագետների գնահատմամբ ներկայացվող թվերն ու հայտարարությունները չեն համընկնում իրական արդյունքների հետ, իսկ իրական պատկերը միևնույն է, տեսանելի է դառնում։ Ըստ մասնագետների, թե կամավոր ատեստավորման արդյունավետության, թե դպրոցաշինության ծրագրի շուրջ իշխանության լավատեսական հայտարարությունները չեն հիմնավորվում ամբողջական ու թափանցիկ հաշվետվություններով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։